Ուրեմն տեսեք, մեր մինչև հիմա անցած երկու ալգորիթմները այսպիսի հատկություն ունեին, այսպիսի մի թերություն ունեին, իրանք կարողանում էին ասել, թե վեկտված վեկտորների համակարգը անկախ է թե կախված, իրանք կարողանում էին ասել, թե տված վեկտորների համակարգը, որ տված է, դրանցով ինչ ենթատարածություն է ծնվում, դրա որպես բազիս ինչը կարող է լինել, բայց sense մի բան իրանք դեռ չէին ասում։ Տեսեք, այն առաջի օրինակում 4 հատիկ վեկտորը 5 չափանի տարածությունում ծնում էին 3 չափանի ենթատարածություն, այսինքն հաստատ անկախ էին, բայց մենք չգիտեինք, հաստատ կախված էին, բայց մենք չգիտեինք, լավ, այս 4 հատից ովքեր են գուցե անկախ, 3 հատը պիտի անկախ լինեն, որ ծնեն այդ ենթատարածությունը, չէ՞, գուցե առաջի 3-ը կամ գուցե վերջի 3-ը, չգիտենք։ Նմանապես այս, տեսեք, B1, B2, B3, 3 հատիկ վեկտորները, այն մեր մատրիցային օրինակում 1422, իրանք ծնում էին 2 չափանի ենթատարածություն, բայց չգիտեինք, այս 3 հատից որն է, B1, B2-ն են գուցե անկախ, թե B2, B3-ը, թե B1, B, չգիտենք։ Այս հարցերը պատասխանելու համար մեզ մի բան էլ է պետք օգտագործել։ Հավանաբար դուք նկատել եք, որ այս մինչև հիմա ասած ալգորիթմներում, այս պարագրաֆի մեջ, մենք մի գործիք դեռ չենք օգտագործել։ Դա սյունային տարածությունն է, call անա, չէ՞։ Հիմա գործին օգտագործում ենք այսպես, գործի մեջ օգտագործում է այսպես։ Ալգորիթմ, ինչպես գտնել մաքսիմալ գծորեն անկախ ենթահամակարգ։ Ուրեմն տված են մեզ վեկտորներ n չափանի տարածության մեջ կամայական դաշտի վրա։ Պարզել, գտնել սրանց մեջ մաքսիմալ գծորեն անկախ ենթահամակարգ, ենթաբազմություն։ Ալգորիթմը հետևյալն է ասում. when վերցնենք ուրեմն դեպք առաջին, եթե when հենց fn տարածությունն է, երևքում մեր վեկտորները ինչ են, պարզապես էնյակներ են։ Այս էնյակները գրենք իրանց նորմալ տեսքով եւ հետո այս էնյակները վերցնենք, իրանց շարենք սյուն առ սյուն, ստանանք ահա այս բլոկ մատրիցը, որ այսպես կարելի է գրել։ Տեսեք, առաջի սյունը եկել է այսպես, երկրորդ սյունը այսպես, վերջի սյունը տեղադրվել է այսպես։ Հիմա դուք ինձ ասեք, իսկ եթե մեր տարածությունը այդ fn-ը չլներ, այլ իր համար ինչ-որ մի հատ ուրիշ տարածություն լիներ, այդ դեպքում ինչ անեինք, դուք ասեք, նախորդ ալգորիթմների նման է։ Էլի իր կոորդինատները ստանայինք։ Կոորդինատները շարեինք, հետո ոնց։ Սյուները։ Ոչ մի նորություն չկա հələ, որ այս պահին միայն սյուներով է դասավորված։ Նայեք, եթե այդպես է, հիշում եք, չէ, որ տարական ձևափոխությունը մատրիցի վրա կատարելուց սյուների անկախությունը չէր փոխվում։ Ուստի մենք բերենք մեր A մատրիցը աստիճանաձև տեսքի, որևէ աստիճանաձև տեսքի։ Գտնենք նրա մեջի գագաթային սյուները։ Ենթադրենք գագաթային սյուները G1 եւ այլն Gr-րդ սյուներն են։ Նայեք, ստա ես R եմ գրում, որտեղ ռանգը R է, հենց R հատիկ ստացվի։ Այդ դեպքում վերցնում ենք այս համարները, վերադառնում ենք մեր սկզբնական վեկտորների բազմությանը, վերցնում ենք հենց այս համարի սյուներին։ VG1, VGR վեկտորները մաքսիմալ գծորեն անկախ համակարգ են կազմում։ Ապացույցը բավականին հեշտ է տեսնել, չէ՞։ Ինչու՞, որտեղ եթե G1, Gr-րդ սյուները, տեսեք, սա ասենք բերել եմ աստիճանաձև տեսքի։
Եթե G1, G2 սյուները անկախ են այստեղ, ապա համապատասխան սյուներն էլ անկախ են այս մատրիցում, այսինքն անկախությունը հաստատ կա, բայց ինչի մաքսիմալությունը կա, ինչու սրա մեջ G1, G2 սյուները ոչ միայն անկախ են, այլև մաքսիմալ անկախ ենթահամակարգ են, այսինքն ստեղից եթե մի հատ էլ սյուն ավելացնեինք, հաստատ կախված կլինի, ինչու, որտեվ ենթադրենք սրանք ավելացնեինք մի սյուն շարունակեր անկախ մնալ, բայց չէ որ դա նշանակում է, որ այս կողմից այս կողմ եթե հետ ենք վերադառնում տարրական ձևափոխությամբ, ստեղ էլ մի սյուն ավելացնում ենք, շարունակում է մնալ անկախ։ Ստացվեց, որ մեր R հատ մեր մատրիցում, որի ռանգը R էր, ուստի ինքը R հատ գծորեն անկախ սյուն էր պարունակում։ Մենք գտանք R+1 հատ գծորեն անկախ սյուն էր, որը անհնար է այն մեր անցած նախորդ թեորեմների շնորհիվ։ Ալգորիթմը ապացուցվեց, կիրառում ենք օրինակի վրա։ Նայեք, կրկին վերադառնանք այս V1, V2, V3, V4 վեկտորներին, որոնց մենք դիտարկել էինք ավելի վաղ։ Այստեղ էր, որ մենք գտել էինք, որ իրանց գծային թաղանթը եռաչափ է, բայց մենք չգիտեինք V1, V2, V3, V4-ից ովքեր են, որ անկախ են։ Հիմա դա կպարզենք։ Այդ մեր վեկտորները շարում ենք, միայն թե այս անգամ շարում ենք սյուն-սյուն։ Սյուն-սյուն շարում ենք, բերում ենք սա աստիճանաձև տեսքի եւ ով ա ուզում ստեղից են կողմ ասել ինչ ենք անելու։ Ձեր նշածները գագաթային սյուներն էին, այդ համարները վերցնում ենք ու քնում ենք մեր նախնական վեկտորներից, դրանք ենք վերցնում, լինում են անկախ։ Սա, կամ ուրիշ խոսքերով ասած, V1-ը, V2-ը, V4-ը։ Տեսնում եք, ուրեմն իրանցով ծնված տարածությունը եռաչափ էր, բայց ես V1, V2, V3-ը եթե վերցնեինք, հեչ էլ բազիս չէր լինի, որտեղ տնից չէր լինի, այս վեկտորները եթե նայում ենք, այս վեկտորը առաջի երկուսի գծային կոմբինացիան է։ Սա երրորդ վեկտորը հավասար է 1/2 անգամ V1 գումարած 1/2 անգամ V2։ Այսինքն ստեղ այսպես բազմաժանր իրավիճակ ստացվեց, պետքա V1, V2-ը V4-ի հետ այսքանը վերցնեինք, որ նոր անկախ լինեին։ Եղավ, ուրեմն տեսնում եք, call-i տեխնոլոգիայի կիրառումն էլ այս դրական արժանիքը տվեց։ Հիմա նորից մենք գանք մի ուրիշ օրինակին, հիշում եք, որ այս 3 հատ բազմանդամը, որ 3 հատ մատրիցներ, որ դիտարկել էինք։ B1, B2, B3, մենք հիշում ենք, որ իրանցով ծնված ենթատարածությունը երկու չափանի էր, բայց այս 3 հատիկից ովքեր էին նրան ծնում, ստեղ ներմուծում ենք բազիս, կորդինատական համակարգ, գրում ենք 3 հատ վեկտոր, 3 հատ վեկտորը շարում ենք սյուն առ սյուն, բերում ենք աստիճանաձև տեսքի եւ ինչ ասում աստիճանաձև տեսքը։ Առաջի եւ երկրորդ վեկտորները գծորեն անկախ են։ Այո, եւ սրանք բազիս են հանդիսանում իրանցով ծնված գծային տարածության համար։ Մաքսիմալ են, ընդ որում մաքսիմալ են։ Եթե սա էլ փոչից ավելացնենք, արդեն կլինեն կախված։ Տեսեք, մենք մի հատ ենթատարածության համար բազիս գտնելու ալգորիթմ այն ամենասկզբում անցել ենք։ Հիմա տեսեք, եւս մի հատ մեթոդ ենք անցնում։ Մեթոդը ասում է հետեւյալը. մեզ տված են V1, Vm վեկտորները կրկին n չափանի տարածության մեջ կամայական դաշտի վրա։ Գտնել բազիս ու ենթատարածության համար, որը ծնված է վեկտորների, բայց մի բան էլ ավելացնում, բազիսը գտնել V1, Vm վեկտորների թվից, հենց սրանց մեջից, ոչ թե ինչ որ բազիս։ Վերցնում ենք վեկտորները,
որպես input ենք համարում այս դրա վերերի նախորդ ալգորիթմի համար։ Նախորդ ալգորիթմը այս վեկտորների մեջից մաքսիմալ գծորեն անկախ ենթահամակարգեր չէ դուրս բերում։ Այսինքն ինչ էինք անում, շարում էինք սյուներով, բերում էինք աստիճանաձև տեսքի, հետ էինք վերադառնում։ Այ հենց այդ վեկտորներն էլ ընտրում ենք եւ անվանում ենք նրան բազիս այս տարածության համար։ Որպես նմուշ, որպես օրինակ, մենք կարող ենք վերցնել այ հենց այս նախորդ օրինակը։ Տեսնում եք, այսպես վերցրել ենք։ Հիմա եթե ու-ով նշանակեմ, իրակյան, ու-ով նշանակեմ span այս տարածությունը։ Ինչ արած։ Նրա համար ոնց են բազիս գտել, այս վեկտորները կոորդինատական համակարգի է բերած, շարածա սյուներով ստացածը սա, ու ասում է գիտեք ինչ կա, այս սա է մեր բազիսը։ Բա եկեք այս ալգորիթմների այս փունջը ավարտելուց առաջ այսպիսի մի հատ կարևոր դիտողություն անենք։ Տեսեք, մեր այս երկու ալգորիթմները, տողայինը եւ սյունայինը, իրարից ինչ առավելություն ունեն, մեկը մյուսից ինչով է լավ։ Առաջինը ասում էր վերցրեք, տեսեք V1, չգիտեմ, V4 վեկտորները ու ասում էր, որ սրանց մեջից 3 հատիկն են անկախ, բայց թե որ 3 հատիկը չէր բացահայտում, չկար։ Այդ իմաստով այս հաջորդ ալգորիթմը նոր call անօգտագործող ալգորիթմը ավելի լավն էր, որտեղ ինքը ասում էր, գիտեք ինչ կա, V1, V4-ը որ դուք վերցրել եք, դրա մեջից V1-ը, V2-ը եւ V4-ն են, որ մաքսիմալ գծորեն անկախ համակարգ են։ Վերջակետ, կամ այլ խոսքերով ասած, բազիս են span V1, V4-ի համար։ Այսինքն երկրորդ մեթոդի call i-ով մեթոդի առավելությունն այն է, որ ինքը հստակ անվանում է, անունները տալիս է, թե ովքեր կարելի է բազից վերցնել։ Մյուս առաջին մեթոդը մի այլ առավելություն ունի։ Տեսեք, առավելությունը կայանում է նրանում, որ ինքը ավելի պարզունակ, ավելի թեթև վեկտորներ է ստանում։ Հələ եկեք գնանք այդ օրինակին։ Նայեք, այս վեկտորները վերցրել է եւ բազիսային վեկտորները վերցրել է աստիճանաձև տեսքից։ Այսինքն առաջի վեկտորը սա է, երկրորդ վեկտորը սա է եւ երրորդ վեկտորը սա է։ Տեսնում եք առավելությունը, որն է այս մեթոդի։ Այն վեկտորները, որոնք ստացվել են, մեջը լիքը զրոներ կան։ Ավելի թեթև վեկտորներ են ստացել։ Սա էլ այս երկրորդ մեթոդի, առաջին մեթոդի առավելությունն է։ Ավելի փոքրիկ վեկտորներ են ստացվում։ Հետո նաև ինչ առավելություն կտնեք, միանգամից զգացվում է, թե այս 3 հատիկ վեկտորները ինչի շնորհիվ են անկախ։ Ստեղ գագաթը ստեղ է, գագաթը ստեղ է, գագաթը ստեղ է, C1 անգամ այս վեկտոր գումարած C2 անգամ այս վեկտոր գումարած C3 անգամ այս վեկտոր 0-ը որ դառնում են, ուրեմն սա 0 լինի, նա 0 լինի, նա 0 լինի։ Եղավ։